Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պայել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական եւ կադրային որոշումների տրամաբանությունը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով հերթական անակնկալը կապված է Արարատ ցեմենտ գործարանի ժամանակավոր կառավարման հետ։ Իշխանական կուլիսներում այս փոփոխությունը դիտարկվում է որպես եւս մեկ ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ եւ հաճախ վերջին պահին վերաձևել իր թիմի ներսում ազդեցության եւ պատասխանատվության բաշխումը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն, դրանք 27 մարդկային ճակատագրեր են եւ 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին տեսանյութ է փոխանցվել, որտեղ երևում է, թե ինչպես են Գլինիկա մոլի սեփականատեր համարվող եղբայրները տեղաշարժվում Թիկնազորի ուղեկցությամբ։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն նրանք գրեթե ամեն օր այցելում են Սարյան փողոցի սրճարաններից մեկը։ Սովորաբար եղբայրները նստում են իրենց հյուրերի կամ ընկերուների հետ, իսկ նրանց ուղեկցող թիկնապահները առանձին սեղանի շուրջ մշտապես վերահսկելով իրավիճակը, հաճախ իրենց գերթանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են երկրորդ գծում։ Այս տեսարանը հիշեցնում է Փաշինյանի հեղափոխությունից հետո հնչեցրած հայտարարությունները, երբ նա պնդում էր, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն գործարարներ կամ օլիգարխներ, որոնք շրջում են Թիկնազորի ուղեկցությամբ։